Մասնագիտություն Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում YouTube-յան էջում մեզ հետևողներ, թե ինչ մասնագիտություն ենք այսօր ներկայացնելու, լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Նրանք խելացի են, նախաձեռնող եւ պատասխանատու։ Տիրապետում են հաղորդակցման էթիկային, ունեն ստեղծագործական միտք, նոր գաղափարներ եւ որ ամենակարևորն է, նրանք գերազանց գիտեն, թե ինչպես արագ, ճիշտ ու արդյունավետ հաղորդակցվել տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ։ Հասարակայնության հետ կապեր 21-րդ դարի ամենապահանջված եւ ամենամոդայիկ մասնագիտություններից մեկը։ Հասարակայնության հետ կապերի մասնագետի դերն անգնահատելի է յուրաքանչյուր ընկերության եւ անհատի դրական եւ բարենպաստ պատկերի, ապրանքանիշի հեղինակության կառուցման, բիզնեսի հաջողության ապահովման գործում։ Այս մասնագետների վարպետության եւ ջանքերի արդյունքում է ստեղծվում հաղորդակցությունը հանրության հետ, որոնք իրականացնելով լայնածավալ գործունեություն քայլ առ քայլ կերտում են կազմակերպության, ապրանքի կամ անհատի հեղինակությունն ու վստահությունը, ձևավորելով դրական կարծիք, իրականացնելով փոխշահավետ հարաբերություններ եւ ի վերջո ապահովելով հաջողություն։ Իմ զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապեր բակալավրի եւ մագիստրոսական ծրագրերի ղեկավար, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ Նվարդ Մելքոնյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նվարդ, իսկապես որ նայում ենք, ես միշտ մտածում եմ, ասենք, որտեղ պիտի աշխատեն շրջանավարտները։ Առաջին միտքս գալիս էր, որ դե բոլոր մամուլի քարտուղարները, նախարարների եւ այլն պիտի երևի այս մասնագիտությունը ունենան ինչ որ առումով, հա, որտեվ դե կապերը կարեւոր են, բայց նաեւ իհարկե բիզնեսում, ինչպես շեշտվեց մեր հաղորդման գովազդում, հա, ինչպես բիզնեսում էլ այդ կապերը շատ կարեւոր են եւ նույնը բոլոր ոլորտներում, նույն ասենք կրթական ոլորտում մենք հենց տեսնում ենք, ասենք, որ համալսարանները որ համալսարանը ունի, ասենք, հասարակության հետ կապերի, ասենք, աշխատող, զբաղվող, մեզ հետ թեկուզ, այդ համալսարանը շահում է։ Այդ համալսարանը շահում է, որտեղ մենք ավելի լավ ենք, ավելի բազմակողմանի ենք ներկայացնում նրանց, ասենք, ծրագրերը շնորհիվ այդ աշխատակցի նաև, հա։ Այնպես որ այս մասնագիտությունը շատ կարևոր է եւ կարծում եմ արդեն դրա գիտակցումը կա մեր հասարակության մեջ, թե չկա։ Շատ լավ հարց եք տալիս, շնորհակալություն։ Նախ շնորհակալություն նաև ձեր գործունեության համար, որովհետև կարծում եմ այս հաղորդաշարը իրականում դռներ է բացում դեպի շատ նոր եւ դեռևս հասարակության համար այդքան էլ ոչ հասկանալի, հա, մասնագիտություններ դեպի։ Հասարակության հետ կապերը իրականում այսօր պահանջված են բոլոր այն ոլորտներում, բոլոր այն ոլորտների կազմակերպություններում, որտեղ կարևոր է սպառողի, շահառուի, օգտատիրոջ, հաճախորդի կարծիքը, որտեղ կարևոր է հետադարձ կապը։ Իսկ որքան մենք հիմա հասկանում ենք տեղեկատվական այս թոհուբոհի, այս գերակայության պայմաններում կազմակերպության համար տեսանելի, լսելի, հասկանալի լինելը առավել քան կարևոր է։ Իրոք շատ պահանջված է եւ հասարակությունը իսկապես սկսել է հասկանալ PR մասնագետների դերն ու նշանակությունը։ Պետք է ասեմ, որ չգիտեմ, զավեշտալի է դա թե ինչ, բայց PR մասնագետների կարևորությունը շեշտակի աճում է ճգնաժամերի ժամանակ։ Երբ կազմակերպությունները հասկանում են, որ պահել կապը, բացատրել իրենց հետևորդներին, բացատրել իրենց հաճախորդներին, բացատրել իրենց լսարաններին ինչ է կատարվում եւ ինչպես է կարելի դուրս գալ նմանատիպ իրավիճակներից, դառնում է առավել քան կարևոր։ Եվ հենց այս պայմաններում այսօր PR մասնագետները գործում են եւ աշխատում են, չէ՞ որ ճգնաժամը դարձել է իրականում մեր նոր նորմալը։ Այդպես խոսում ենք, որտեղ կարող են աշխատել գրեթե բոլոր բնակավարներում, որ նայում ես, այդ մասնագետների անհրաժեշտությունը կա եւ կարծում եմ այստեղ աշխատավարձներն էլ բավականին բարձր են այս բնակավարում եւ դրա օրինակը պիտի լինի, որ կարծում եմ ձեզ մոտ պիտի որ ասենք խնդիր չլինի տեղերի, այն առումով լրացնելու, որ խնդիր կար մի քանի տարի առաջ համալսարանում
այդ բնական գիտությունների առումով, որ նույնիսկ պետպատվերի տեղեր չէին լրանում, կարծես թե ինչ որ առումով դա հաղթարվեց, ձեր այս ուղղությամբ երևի այդ խնդիրը չի եղել ու չպետք է լինի, չէ, չկա։ Իրականում չգիտեմ, երևի թե այո, շնորհակալ ենք ճակատագրին, թե մեր գործունեությանը, թե այս մասնագիտության պահանջված լինելուն, իր ձևավորման պահից մենք ուսանողների խնդիր չենք ունեցել։ PR մասնագիտությամբ մագիստրոսական ծրագիրը գոյություն ունի 2006-2008 թվականից սկսած եւ միշտ եղել է ամենապահանջվածը։ Նույնիսկ 2008 թվականին, երբ որ կրկնակի մրցույթ էր եւ հիշում եք մի տարին 11 տարուց անցանք 12 եւ մագիստրոսական ծրագրեր ընդունելությունը կտրուկ նվազեց, մեր ֆակուլտետում գոյություն էր միայն PR մագիստրոսական ծրագիրը։ Ամենամեծ կուրսը մագիստրատուրայում մենք ունեցել ենք COVID-ից հետո 21 թվականին ենք ընդունել, որ պատկերացնենք այսպես։ Այսօր էլ ամենամեծ թվականակով համալսարանում մագիստրոսական ծրագրերից մեկն է։ Ու շատ պահանջված, բայց 2022-ին մենք բացեցինք մեր առաջին բակալավրը։ Դրա կարիքը իսկապես կա։ Իսկապես կար։ Եվ Ավաղևի հեճուկս պատերազմը դա ցույց տվեց։ Ամենակարևորը այստեղ երևի պետք է նշել, որ որոշումը կառավարության հաստատումը այդ բակալավրի ծրագրի բացման ընդունվել է 20 թվականի հոկտեմբերին։ Եվ դա է երևի թե հենց ցույց տալիս, որ իսկապես պետությունը եւ հասարակությունը գիտակցում էին հաղորդակցման մասնագետների անհրաժեշտությունը։ Անհրաժեշտությունը կար, եւ հենց առաջին տարում մենք 2022-ին բացեցինք բակալավրը, եւ հենց առաջին տարում ամբողջ հանրապետությունում հասարակայնության հետ կապերի բակալավրը մրցույթով 4-րդ տեղում էր, ամբողջ հանրապետությունում, համալսարանում 3-րդ։ Այսօր էլ ամենապահանջված բակալավրի ծրագրերից մեկն է, մենք այս տարի էլ ունենք կրկնակի մրցույթ։ 3 տարի շարունակ մենք ունենք կրկնակի մրցույթ։ Այս տարին մեզ համար առավել քան խորհրդանշական էր, որովհետև մեր առաջին բակալավրի այսպես ասած թողարկումներ եւ մենք ունենք առաջին շրջանավարտները, մեր առաջնեկները, որոնք արդեն իսկ կգնան, կզբաղեցնեն իրենց աշխատատեղերը։ Ամենապահանջվածն է նաև Հայաստանում, եթե դուք նայեք բոլոր կայքերը, որտեղ կան հենց աշխատատեղերի որոնում, հաղորդակցման մասնագետները գրեթե ամեն 3-րդ տողում նշված են տարբեր բնույթի կազմակերպություններում։ Ինչ վերաբերում է բարձր վարձատրությամբ, ամբողջ աշխարհում PR մասնագետը ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունների ցանկում է։ Հայաստանում էլ այնպես չէ, որ ամենաբարձրն է, բայց բավականին լավ եւ բարձր վարձատրվող մասնագիտությունների շարքում է։ Պիտի մի բան էլ ասեմ, որ սա մի մասնագիտություն է, որը անդադ թարմացվում է, եւ մենք փորձում ենք մեր ծրագրում թե թեզերի, թե դիպլոմայինների միջոցով արձագանքել դրան, ինչպես պրակտիկայի եւ մեր առարկաների միջոցով։ Այս տարի օրինակի համար մենք ոնց որ նորովի սկսեցինք ուղղություն զարգացնել, դա առողջապահական ծառայությունների PR-ն է եւ դա գյուղատնտեսական PR-ն է, որը աշխարհում էլ է նոր սկսել զարգանալ, բայց մենք փորձել ենք դրան արձագանքել մեր թե թեզերի, թե դիպլոմային աշխատանքների միջոցով։ Հետաքրքիր է ինչ որ ասացինք աշխարհում, որ նաեւ բարձր վարձատրվողն է եւ այլն, երբ որ մենք գնում ենք, ասենք, զարգացած եւ հարուստ եւ շատ բնակչություն ունեցող երկրներ, տեսնում ենք, որ այդ նեղ մասնագիտացումները շատ ավելի շատ են։ Ասենք Հայաստանը այդ հնարավորությունները չունի ինչ որ առումով, բայց այնտեղ ասենք կարող է լինել PR-ի մասնագետ գյուղատնտեսության, չգիտեմ, այ որ ասում եք PR-ի մասնագետ այս ուղղությամբ եւ այլն։ Հիմա մեզ մոտ մագիստրոսական ծրագիրը փոխվում է թե չէ, ինչ առումով, որ եթե հիմա կա արդեն, չէ, այսպես բակալավրի ծրագիր, հիմա ասենք բակալավրը ընդհանուր, ասենք այդ PR-ի եւ այլն այդ ամենը իմացավ, սովորեց։ Հետո ասենք մագիստրատուրայում գնա նեղ մասնագիտացման, թե ավելի խորացնի այդ ամենը։ Այս խնդիրը դուք քննարկել եք, թե ոչ, այլ մտածում եք այդ ուղղությամբ։ Ոչ միայն քննարկել ենք, ոչ միայն մտածել ենք, այլև անում ենք շատ ռեալ եւ դինամիկ քայլեր այդ ուղղությամբ։ 22 թվականին մենք բացեցինք նոր մագիստրոսական ծրագիր, որի շրջանավարտները նույնպես ավարտում են հասարակայնության հետ կապերի ավարտական վկայականներով, եւ այդ ծրագիրը կոչվում է ռազմավարական հաղորդակցություն։ Աշխարհաքաղաքական եւ տեխնոլոգիական իրադարձությունները մեզ ստիպում են իրականում ունենալ մասնագետներ, որոնք ոչ միայն կկարողանան ապահովել այդ կապը
հանրություն եւ կազմակերպություն, այլև կարողանան պլանավորել, կանխատեսել եւ ձևավորել վարքի նոր մոդելներ, որոնք կհամապատասխանեն նոր զարգացող պայմաններին։ Մեր ռազմավարական հաղորդակցության մագիստրոսական ծրագիրը արդեն 2 տարի է գոյություն ունի եւ այն, որ դուք նշեցիք մամուլի քարտուղարներ եւ հենց պետության համար կարևոր գերատեսչությունում աշխատող մասնագետներ, շատ դեպքերում գալիս են հենց այդ ծրագիր։ Այդ ծրագիրը հենց այդ առումով առանձնահատուկ է։ Հիմա այ հետաքրքիր է, ասենք որտեղից էին գալիս, ինչ մասնագետներ էին գալիս մագիստրոսական այդ ծրագիր եւ հիմա ասենք այս բակալավրիատը, որ ավարտում են, այս տարի առաջի շրջանավարտներն են, չէ՞, արդեն տեղեկություն կա, որ մասն է գնալու մագիստրոսական ծրագիր եւ որ մասը ոչ, հետաքրքիր է։ Շատ լավ հարց եք տալիս։ Մինչև մեր բակալավրի ավարտելը մենք միշտ առայսօր մեր հասարակայնության կապերի մագիստրոսական ծրագիրը համալրվում էր լեզուների մասնագետներով, որոնց համար որ նաև հաղորդակցման հմտություններ իմանալը, լեզուների հետ մեկտեղ դռներ էր բացում նաև միջազգային կազմակերպություններում որպես հաղորդակցության մասնագետներ աշխատելը, սերվիսի մասնագետներ են շատ հաճախ գալիս, լրագրողներ են գալիս, որոնց համար շատ ջուրին էր նաև կրթվել մեր ծրագրում եւ իրենք իսկապես այսպես իրենց լեզվով էլ ասած, ոնց որ բարիկադներից այս կողմ էին հայտնվում, համագործակցելով լրագրողների հետ, հենց մեծա հարաբերություններ հաստատելով եւ շատ դեպքերում գալիս են քաղաքագիտությունից եւ հանրային կառավարումից։ Իհարկե ունենում ենք նաև յուրահատուկ մասնագետներ, սպորտսմեններ օրինակ արդեն իսկ ուղակի անձիկ, որոնք ուզում են զբաղվել իրենց անձնական իմիջով, բլոգ, ոդկաստ եւ այլն զարգացնել, ունեցել ենք նման դեպքեր եւս։ Մեր բակալավրը ավարտելուց մեր ուսանողները արդեն իսկ մեծ մասը ուներ աշխատանք։ Մի մասը եկավ հենց ռազմավարական հաղորդակցություն, մի մասը գնաց HR ուսումնասիրելու, որովհետև կարծում եմ, որ այդ ուսանողների ներքին հաղորդակցությունն էր հետաքրքիր, որտեղ բակալավրում մենք ունեինք համապատասխան առարկաներ, որոնք որ նաև նպաստում են կազմակերպություններում հիմա նաև ներքին հաղորդակցությունն է վերափոխվում եւ ավելի վերափոխվում է դեպի կորպորատիվ մշակույթի մասնագետներ, հա, շատ դեպքերում հենց people and cultural կոչվում են այդ ստորաբաժանումները, եւ նաև մարքեթինգ են գնում խորացնելու։ Հիմա հետաքրքիր է, այստեղ տեսությունը պարզ է, բայց ինչ որ պրակտիկա անցնում են, թե չէ։ Այ որ արդեն աշխատում են, հետո գալիս են այդ, չգիտեմ, այդ ավելի գիտելիքները խորացնելու եւ այլն ընկալելի է։ Բայց այդ պրակտիկ, այս ոլորտում պրակտիկան, չգիտեմ, երևի մի քիչ բարդ է, չէ, անցկացնելը թե չէ։ Բավականին իրականում իրավացի եք ամենաբարդ գործառույթը երևի որ ես որպես ծրագրի ղեկավար իրականացնում եմ, դա համագործակցություն հաստատելն է Հայաստանի տարբեր կազմակերպությունների հետ, որոնք կընդունեն մեր ուսանողներին պրակտիկայի։ Բակալավրիատում մենք 2 տարի ունենք պրակտիկա, երկրորդ կուրսի ավարտին եւ երրորդ կուրսի ավարտին։ Երկրորդ կուրսի ավարտին մենք ունենք տենց նախաձեռնություն, որը կոչվում է ARIPR, գեյմիֆիկացիայի միջոցով իրենք իրականացնում են նաեւ հենց ծրագրի PR արշավը Հայաստանի տարբեր դպրոցներում, թե Երևանի, թե մարզերի, եւ ամեն տարի դա մեծ հաջողությամբ է իրականացվում, այս տարի 26 դպրոց են գնացել։ Երրորդ կուրսում մեր պրակտիկան կոչվում է, այսպես ասած, PR ստվերում, PR shadowing, երբ որ մեր ուսանողները գնում են կազմակերպություններ եւ տեսնում են, դիտում են ստվերը հանդիսանալով, հա, ճակերտներով ասած մասնագետի, թե ինչպես է աշխատում կազմակերպությունում PR մասնագետը։ Իրականում շատ լավ ստացվեց այս մեր 2 տարվա պրակտիկաները, բավական հաջող ընթացան, մենք ունենք 3-րդ եւ 4-րդ կուրս, որոնք այս փուլում անցել են, ու իսկապես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, իրենց համբերատարության, իրենց հատուկ մշակված ծրագրերի եւ մոտեցումների այդ պրակտիկային։ Մագիստրատուրան մեզ մոտ 1 ամյա է եւ 2 մագիստրոսական ծրագրերի համար մենք տարբեր մոտեցումներ ենք կիրառում։ Ռազմավարական հաղորդակցության համար ուսանողների համար մենք համագործակցում ենք պետական կառույցների հետ։ Տեղեկատվության
եւ հանրային հաղորդակցման պոակից սկսած մինչեւ վարչապետի աշխատակազմ, ԱԳՆ, գերատեսչություններ, կոմիտեներ համագործակցում են մեզ հետ եւ մենք պրակտիկան իրականացնում ենք իրենց հետ միասին։ PR-ի մագիստրոսական ծրագիրը նույնպես մեր գործընկերները տարբեր մասնավոր եւ պետական կառույցները ընդունում են։ Իրականում այստեղ նաեւ ունենք թե ազգային ժողով, թե բանկեր, մի քանի բանկի հետ ենք համագործակցում օրինակ, թե գովազդային գործակալություններ, որոնք մեծ սիրով ընդունում են մեր ուսանողներին։ Դե երբ մենք խոսում ենք, ասենք, միջազգային փորձի մասին, այդ կապերի մասին, սովորաբար տարբեր մասնագիտությունների հետ կապված, ասենք, միշտ ասում ենք այդ առաջատար երկրների փորձը եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ մի հետաքրքիր կարծում եմ երևույթ կա, որ հասարակությունները հաճախ տարբեր են եւ այստեղ կարող է այն հասարակայնության հետ կապերի մասնագետը, որ աշխատում է, չգիտեմ, Միացյալ Նահանգներում, եվրոպական երկրներում, այստեղ ցախողվի, որովհետեւ հասարակությունները իսկապես տարբեր են եւ ամեն հասարակություն երևի իր մոտեցումը պիտի ունենա։ Այդպես չի, կարծում եմ, այստեղ դուք ավելի պիտի անկախ լինեք այն առումով, որ ուսումնասիրեք մեր հասարակության, ասենք, այդ բնորոշ կողմերը։ Իհարկե կան ընդհանրություններ, որ բոլոր հասարակություններին են բնորոշ, բայց ես կարծում եմ նաև մեր հասարակությունը օրինակ տարբերվում է Միացյալ Նահանգների Կալիֆոռնիան հանած իհարկե Գլենդելը այն մնացած հասարակությունից եւ Ֆրանսիայի, չգիտեմ, այդ փոփոխվող եւ ասենք Մեծ Բրիտանիայի եւ այլն, այդպես չի։ Ինչքան լավ հարց եք բարձրացնում։ Կարծում եմ, որ պատահական չէ, որ հասարակայնության այդ կապերի առհասարակ մեր ծրագրերը գոյություն են հենց սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Եվ հենց հասարակությանը ճանաչելն է դառնում կարևորագույն գործառույթ մեր ուսանողների համար։ Թե բակալավրի մակարդակում, թե մագիստրոսական ծրագրերի մակարդակում մենք առարկաների եւ հանձնարարությունների շրջանակում հենց նմանատիպ ուղղություններ ենք ապահովում։ Հասկանալ ինչ իրավիճակում, ինչ հասարակության որ խմբի հետ, որը ինչպիսի հոգսեր ունի, ինչպիսի ակնկալիքներ ունի, դրա հետ ենք գործում։ Հասկանալ ինչու հենց այս արձագանքը ստացավեց, հենց այս լրատվության։ Ինչպես անել, որպիսի մեր գործունեությունը համապատասխանի մեր լսարանի ակնկալիքներին։ Սոցիալական պատասխանատվության ինչպիսի ծրագիր է անհրաժեշտ այս կամ այն սոցիալական խմբի համար, որոնք մենք թիրախային լսարան ենք անվանում, բայց այս պարագան որպես սոցիոլոգ խոսեմ։ Սոցիոլոգիական հիմքը ստեղ առավել քան կարևոր է ու հասարակական գործընթացները հասկանալու պարզելը ոչ միայն Հայաստանի համար է կարևոր որպես սպეციფიկ հասարակություն, որը դեռ փոխակերպվող հասարակություն է, այլև ամբողջ աշխարհում, որովհետև հիմա փոփոխությունները ամենուրեք են, ոչ միայն աշխարհաքաղաքականության պայմանավորված, այլ տեխնոլոգիաների նմանատիպ զարգացման արդյունքում։ Այսօրվա երիտասարդը նույնը չէ, ինչ նույնիսկ 2-3 տարվանը, եւ դու դա պետք է հասկանաս ու հասկանաս ինչպես ես համագործակցում, ինչպես ես հաղորդակցվում այս կամ այն խմբի հետ։ Մագիստրատուրան իսկապես հետաքրքիր է նաեւ այն առումով, որ գալիս են այլ մասնագետներ արդեն բակալավրի կրթությամբ, նրանք, ասենք, այս գիտելիքները նաեւ այն զուգակցմամբ իրենց նախկին մասնագիտության կարող են շահել ինչ որ առումով, բայց այստեղ ովքեր ավարտում են այս ծրագիրը բակալավրիատի բանով, նրանք, ասենք, կարող են տիրապետել ավելի խորքային եւ հետո կարող են նաեւ այս առումով զբաղվել նաեւ գիտությամբ, չէ՞, մտածում եմ։ Այդ հնարավորությունը կա թե չէ, ասենք, որ մագիստրատուրայից հետո որ այն մարդիկ, ովքեր ուզում են զբաղվել նաեւ գիտությամբ, այս խորքերը տնտղել եւ այլն ունեն այդ հնարավորությունը թե չէ ասպիրանտուրայի, թե չէ այս մասնագիտության ունեն։ Ավելին մենք ունենք ասպիրանտներ այս ոլորտում, ընդ որում ինչպես մեր ֆակուլտետում, այսպես ասած բակալավրիատից սկսած եւ հետո մեր մագիստրատուրա ավաճած վերջերս ունեցել ենք նաեւ շատ հաջողված պաշտպանություններ, այլև նաեւ այն մասնագետը, որը եկել է այլ բակալավրից, մեզ մոտ անցել է մագիստրատուրա, հիմա օրինակ ուզում է շարունակել այս ուղղությամբ եւ պատրաստվում է դիմել ասպիրանտուրա։
ունենք այդ փորձառությունը։ Թեմաները շատ հետաքրքիր են։ Թեմաները հետաքրքիր են հենց սոցիոլոգիայի շրջանակում նաև ուսումնասիրելու համար։ Դա եւ մեդիաների ազդեցությունն է, դա եւ սոցիալական համերաշխության հասնելու միջոցներն են, դա եւ կեղծ լուրերի եւ ատելության խոսքի գործառույթներն են։ Այս թեմաները այսօր առավել քան արդիական են։ Հետաքրքիր է թե ասենք սկզբից որ նայենք այն որ մեզ լսում են եւ այս մասնագիտությունը ուզում են ընտրել ասենք այդ երիտասարդները ինչ սովորեն, ինչ քննություն են տալիս։ Բակալավրի մակարդակում հայերեն եւ օտար լեզու, հայերեն եւ օտար լեզու, ընդ որում բավականին բարձր բալեր են, քանի որ մրցույթը բավականին բարձր բալերով են ընդունվում մեր ուսանողները, իսկ մագիստրոսական կրթության մակարդակում երկու ծրագիրներ ունեն իրենց հարցաշարը, մեր ծրագրերը քննությամբ են, քննություն են հանձնում հարցաշարով, ինչի համար է դա արվում, որպեսզի գոնե հիմքը երբ որ իրանք են գալիս են օրինակի համար մեր ծրագրից ուսանողներ կամ բակալավրիատում PR անցած ուսանողներ, հիմքը գոնե հիմունքային մակարդակով ապահովենք նույնը։ Որպեսզի նույն բառապաշարով խոսենք։ Եվ հիմա հետաքրքիր է այ բակալավրիատում այդ 4 տարի որ, չէ, 4 տարի սովորում են։ Իսկական ես մտածում եմ 4 տարուց հետո այդ մագիստրոսականը ինչ պիտի սովորեն այս առումով, բայց այ որ խոսում էինք, ասենք, նեղ մասնագիտացման ինչ որտեղ անցալեցի սա, բայց այս 4 տարին ինչ են սովորում, ասենք, այդ մի շատ չի այդ 4 տարին, որտեղ մագիստրոսական ծրագիրը կար, չէ, եւ մտածում էինք, որ գուցե բավարար էր, այ որ չբավարարեց, ասացի 20 թվին եւ այլն, այ հիմա այդ 4 տարին ինչ են սովորում։ PR-ը արտահայտված ինտեգրատիվ դիսցիպլին է։ Եվ այս առումով մենք բավականին միջգիտակարգային ծրագիր ենք ապահովել մեր ուսանողների համար, իրենք անցնում են հոգեբանությունից մի քանի առարկա, սկսած PR-ը հոգեբանական հիմունքներից, հենքերից, ավարտած ներազդման տեխնոլոգիաներով։ Նրանք անցնում են առարկաներ սոցիոլոգիայից, բավականին լուրջ, սոցիոլոգիական այն տեսություններից, որոնք հիմնավորում են այժմյան հասարակության զարգացումը, եւ այդ նույն պոստմոդեռնիստական տեսություններին հիմնավորված է PR-ը ձևավորվել ըստ էության, հա, դրա ծնունդն է։ Բավականին լուրջ անցնում են այդ տեսությունները եւ վերջացած սոցիոլոգիական հետազոտության մեթոդներից։ Նրանք անցնում են առարկաներ մարքեթինգից, որովհետեւ պետք է դա հասկանալ, թե մարքեթինգ են անցնում, այո, եւ մարքեթինգային հետազոտություններ, գովազդ անցնում են էլի մի քանի առարկա, առանձին գովազդ պատմությունից մինչև տեխնոլոգիաներ եւ թվային գովազդը առանձին, թվային գովազդային հաղորդակցությունը առանձին։ Նրանք անցնում են PR-ի պատմություն, մեթոդաբանություն, քրեստոմատիայի շրջանակում կարդում են PR-ի մասնագետների ստեղծագործություններ եւ քննարկում են դրանք։ Նրանք անցնում են PR-ի տարբեր ոլորտներ, քաղաքական PR-ից մինչև սոցիալական ոլորտում հաղորդակցություններ, որտեղ սոցիալական մարքեթինգ եւ PR-ը կոչվում էր առարկան։ Նրանք անցնում են տեղեկատվական անվտանգության հետ կապված առարկաներ, դա կոնֆլիկտային հաղորդակցություններ, դա տեղեկատվական անվտանգության տեխնոլոգիաներ են, նրանք ասում են ճգնաժամային PR։ Այսինքն առարկաները երբ որ նայում ենք, մենք հասկանում ենք, որ այդտեղ չկա ինչ որ մի բան, ինչ որ ավել է կամ ձևի համար է տեղավորված։ Մենք փորձում ենք բավական հետևողական այդ հիմքը ապահովել։ Դրան գումարվում են մեր պրակտիկաները, որոնք օգնում են ուսանողներին նաև այնինչ անցել են ամփոփել, մարսել, եւ դրան գումարվում են մեր ամառային եւ ձմեռային դպրոցները, որոնք մի տեսակ դարձել են արդեն մեր կրթության շատ կարեւորագույն մաս։ Իդեպ մի քանի օր առաջ մենք ունենք շատ հետաքրքիր ամառային դպրոց, որը կազմակերպել ենք Միջազգային Հանրապետական ինստիտուտի հետ միասին, որը կոչվում էր քաղաքական PR եւ ռազմավարական հաղորդակցություն։ Ու եկել էին ոչ միայն մեր հիմա գործող ուսանողները, այլև մեր շրջանավարտները եւ արդեն դիմացները եւ ապագա դիմորդները։ Շատ հետաքրքիր sense ցանց էր ստացվել համագործակցային։ Դե հետո քանի որ սա առաջին այսպես բակալավրիատի այս տարի առաջի ավարտողներն են, ուրեմն շուտով կերևա։ Հա, շուտով կերևա, փորձը ցույց կտա։ Այ հետաքրքիր է, ես միշտ նայում եմ, ասենք մասնագիտություններ կա, որ
ասենք դառնում են միասեռ։ Հետաքրքիր է, ասենք նույն նայում եմ ժուրնալիստիկան դարել է, ասենք, կանացի մասնագիտություն ցավոք, ինչ որ առումով մեզանում։ Այ այստեղ ձեզ մոտ ինչպես է, ավելի շատ աղջիկներ են, ենթադրում եմ, այսպես, թե տղաներ էլ կան, այ։ PR-ը ոչ թե դարձել է կանացի մասնագիտություն, այլ ի սկզբանե ունեցել է այդ դիմագիծը եւ ամբողջ աշխարհում է այդպես, եւ նույնիսկ դիսերտացիաներ կան այդ թեմայով, թե ինչու է PR-ը հենց կանացի մասնագիտություն։ Պիտի ասեմ, որ իրականում հաղորդակցման համար եւ հաղորդակցության լավ մասնագետ աճեցնելու համար կան որոշակի անձնային հատկանիշներ, որոնք այդ մասնագետին, որոնք ավելի շատ բնորոշ են կանանց։ Դա հաղորդակցվելու հմտություններն են եւ ցանկությունն է, դա էմոցիոնալ ինտելեկտի բավականին բարձր մակարդակն է, որովհետեւ դու պետք է լինես լավատես եւ դու պետք է լինես շատ հարգալից եւ լավ վերաբերվես քո դիմացինին, քո վիզավին։ Ի սկզբանե հարգալիցը եւ լավ վերաբերվելը խեղճ տղամարդիկ, որ երևի ես կարծում եմ ավելի բնորոշ կողմեր կային կանանց հաղորդակցման առումով համաձայն եմ, բայց որ պիտի ավելի չգիտեմ, բայց համաձայն եմ, որ կանայք ավելի ճկուն են նաև այդ հարաբերությունները եւ բազմաֆունկցիոնալ, ինչը նույնպես կարեւոր է PR մասնագետի համար։ Նաև գեղեցիկ են, որը կարեւոր է։ Ասեմ այդտեղ, որտեղ այդ տպավորությունը առաջի, դա էլ նշանակություն ունի։ Բայց նաև այստեղ կա մեկ այլ կարևոր էլի հանգամանք, որ PR մասնագետի այդ անձնային բնութագրիչների մեջ անպայման պետք է լինի նաև դա կոչվում է ոնց որ անձնային ամբողջ ինքնահաստատված լինելը, ավելորդ ամբիցիաներ չունենալը։ Քո ամբիցիան պետք է լինի քո գործի հաջող իրականացումը, այլ ոչ թե քո ինքնահաստատումը։ Այս առումով այն հանգամանքը, որ երբ որ պերմասնակետանները անընդհատ կրկնում են մեր հաջողությունը, ձեր բիզնեսի հաջողությունն է, դա պատահական չէ։ Դու չես երևում։ Երևում է քո կոմունիկացիան։ Սա անընդհատ պետք է հիշել։ Լավ, ուղղակի այստեղ մենք ուղում անենք, որ տղաներն էլ կարող են, այնպես չլինի, որ ասենք տղաները մտածեն կարող են, այլ շատ ու շատ հաջողում են PR-ի հիմնադիրների շարքում եւ լավագույն PR մասնագետների շարքում արական սեռի ներկայացուցիչներ նույնպես գերիշխում են։ Գերիշխում են։ Այնպես որ դուք կարող եք հաջողել, ես էլ ասենք տղաներին, եւ ձեր կարիքն էլ կա, որտեղ որ եթե բոլոր աղջիկներ են, դուք պատկերացրեք, որ դուք ոնց կերևակ եք ամեն ինչի մեջ։ Եվ երևում են, եւ երևում են, եւ բավականին լավ սովորում են, եւ կուրսում իրենց շատ սիրում եւ գնահատում են, եւ կուրսը մի տեսակ իրենց շուրջ նաեւ համախմբվում է։ Հիմա Տիկին Մելքոնյան, հիմա դասավանդողները, ես կարծում եմ, որ մենք բավականին տարիներ է անցել եւ մենք պիտի ունենանք այդ լավ մասնագետներ այս առումով, չէ՞, խնդիր չունենք, որտեվ դա էլ է կարեւոր, չէ՞, Ունենք եւ մեզ հաջողվել է մեր ծրագրերի շրջանակում ստանալ մի շատ հետաքրքիր համախումբ, համադրել թե տեսության մասնագետների եւ թե պրակտիկ դաշտից եկած մասնագետների։ Ու դա ստացվում է երևի թե դա է մեր ծրագրերի հաջողության գրավականը, որ մեզ մոտ դասավանդողները նաև պրակտիկայում ունեն բավականին լուրջ փորձառություն։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապեր բակալավրի եւ մագիստրոսական ծրագրի ղեկավար, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ Նվարդ Մելքոնյանն էր, նրա հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը եւ մենք ներկայացրինք հասարակայնության հետ կապեր մասնագիտությունը։ Մասնագիտություն